Թշնամի երկրների բանակցությունները միշտ շատ դժվար են, ծանր, անկանխատեսելի։ Երբ օրինակ բանակցությունների են գնում ԱՄՆ-ն ու Իրանը, կա անհամբերություն, ինչով կավարտվի, հոչի ձախողվի, հնարավոր է չպայմանավորվեն, սրվի ու սկսի մեծ պատերազմ։ Նախապես մեզանից ոչ մեկ չգիտի ելքը, բանակցությունների մասնակիցներն էլ չգիտեն, տարբեր սցենարների պատրաստ գնում են։ Երբ բանակցությունների սեղանի շուրջ նստում են Ռուսաստանը և Ուկրաինան, նախապես հայտնի չէ, ինչ է լինելու։ Թուրքիայում բանակցություններից մի քիչ հույս կար հրադադարի, բայց արդյունք չունեցավ։ Կրկնում եմ, թշնամիների բանակցությունները անկանխատեսելի են, բայց բացի մի դեպքից, երբ բանակցողը Փաշինյանը չէ, իսկ երբ սա է բանակցում, մենք արդեն գիտենք, որ ցանկացած պարագայում հօգուտ Հայաստանի այն չի լինելու։ Նիկոլը մեկնել է Ստամբուլ, ինչպես շատերն են հեգնում, մերձավորի մոտ, իր տուն, գնա էլ չգա եւ այլն։ Բանակցային օրակարգը չեմ բացահայտում, բայց մենք հո գիտենք, թե ինչ են պահանջում Ադրբեջանը եւ Թուրքիան, ու գիտենք, թե նրանց պահանջներին որքան հարգանքով ու պատրաստականությամբ է վերաբերում Նիկոլ Փաշինյանը։ Կա մի հոգի, որ մտածում է, թե Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքները լինելու են Հայաստանի օգտին։